Արարատ բանկն արդեն 3-րդ տարին անընդմեջ աջակցություն է ցուցաբերում Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի նախաձեռնությամբ կազմակերպվող հիշողության կերպարանքները միջազգային սեմինարի իրականացմանը։ Հիշողության կերպարանքները ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման եւ վերականգնման նորագույն տեխնոլոգիաները խորագրով հոբելյանական 15-րդ միջազգային սեմինարի բացման պաշտոնական արարողությունը մատենադարանում տեղի ունեցավ ապրիլի 28-ին։ 15 տարի առաջ հիմնելով հիշողության կերպարանքները միջազգային սեմինարը չէինք կարող պատկերացնել, որ նա կլինի այսքան կենսունակ եւ պահանջված։ Միջազգային այս սեմինարը տարիների ընթացքում դարձել է գրավոր մշակութային ժառանգության աշխարհի կարևոր կառույցներին համախմբող հարթակ, ընդգրկելով ավելի քան 40 երկրից 145 միջազգային կազմակերպություն։ Միջոցառման աջակից Արարատ բանկը մատենադարանի կարևոր գործընկերներից է, իր ներդրումը բերելով այդ թվում հիշողության կերպարանքները միջազգային գիտագործնական սեմինարի իրականացմանը։ Յուրաքանչյուր բիզնես այսօր պարտավոր է կանգնել հասարակության կողքին, լուծելով տարատեսակ խնդիրներ, թե գիտական, թե բնապահպանական, թե կրթական, թե առողջապահական ոլորտում։ Իսկ Արարատ բանկի սոցիալական ծրագրերի պորտֆելում այսօր ավելի քան 50% ծրագրերի կազմում են կրթական ծրագրերը, ինչը մեզ համար կարևոր է եւ կարևոր ցուցիչ է նաեւ առ այն, որ Արարատ բանկը շատ կարևորում է գիտական եւ կրթական ոլորտը, որը իհարկե մեր երկրի ապագայի համար մեծ դերակատարում պետք է եւ կարող է ունենալ։ Համագործակցության ընթացքում Արարատ բանկն աջակցել է նաև մատենադարանում գրավոր ժառանգության պահպանման անվտանգության համակարգերի վերազինմանը եւ արդիականացմանը, ինչը նախադրյալներ է ստեղծել բացառիկ նմուշներն առավել լայն հանրությանը ներկայացնելու համար։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր լավագույն բարեկամներից մեկին, Հայաստանի առաջատար բանկերից մեկին, Արարատ բանկին, որը ըստ էության այս 2 տարիների ընթացքում դարձավ, այսպես թվում է, աննկատ կերպով դարձավ գրավոր ժառանգության պահպանման համակարգի կատարելագործման եւ անվտանգության մակարդակը բարձրացնող հաստատություն։ Մենք շնորհիվ այս սարքավորումների ձևավորել ենք նաեւ ներքին անվտանգության ստորաբաժանում եւ մի փաստ ասեմ, անցյալ տարվա մեր ցուցադրությունների շուրջ 50%-ը ձեռագրերի ներկայացվում էր առաջին անգամ։ Այսինքն մենք տանում ենք գանձարանը բացելու քաղաքականություն։ Մենք ասում ենք, որ մատենադարանում պահպանվող բացառիկ նմուշները պետք է ներկայացվեն հայ հանրությանը եւ միջազգային այցելուներին, իսկ սա նշանակում է, որ մենք պետք է ապահովենք դրա լիարժեք անվտանգությունը, ինչը եւ մենք իրականացրել ենք Արարատ բանկի աջակցությամբ։ Իթիվս այլ իրականացված ծրագրերի դեռևս 2024 թվականին Արարատ բանկի աջակցությամբ մատենադարանում իր գործունեությունն է սկսել ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան։ Պատահական չէ, որ բանկի անվանումը զետեղվել է մատենադարանի պատվո կամարում։